Ես Վարդապետյան Լևոն եմ Աչաջուր գյուղից, հարցս հետևյալն է, եթե դուք իշխանության գաք 26 թվականին, արդյոք դա կլինի հայ ժողովրդի վերջին ընտրությունը, քանի որ վերջերս Քոչարյանը հայտարարել էր, որ իր ամենամեծ սխալներից մեկը իր իրավահաջորդի ընտրությունն էր։ Հաջորդ հարցս հետևյալն է, դուք ներգրավում եք ոչ միայն ԱԺ-ի ընտրություններին, այլ նաև թիմում եք մասնակցում, ու ես էլ լինելով Իջևան համայնքից, նշեմ, որ տեղում միակ ընդդիմադիր ուժը դա Դաշնակցություն խմբակցությունն է, բայց իրականում չեմ հիշում մի դեպք, երբ որ հանրային կերպով հակադրվեն օրինակ Իջևանի թիմի ԿՊ-ի որոշումներին, հակադրվեն կամ բարձրաձայնեն խնդիրներ, աշխատեն ժողովրդի հետ, այցելեն գյուղեր, այսինքն հիմա առաջիկայում նորից ընտրություններ լինելու թիմում 3 ամիս, 4 ամիս հետո։ Ինչ եք ժողովրդին ասելու եք իդեալական աշխատում էին, թե դուք եք թերանում։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Երկու հարց կա, փորձեմ լավ, երկուսին պատասխանեմ։ Առաջինը թիմին անդրադառնամ։ Անկեղծ չեմ կարող ասեմ ոնց են աշխատում, բայց Գառնիկ Դանելյանին կարծում Գառնիկ Դանելյանը ամենաշատ Իջևան այցելած պատգամավորն է, ավելի շատ այցելում Իջևան, քան թե ԿՊԱ-կան բոլոր տավուշցի պատգամավորները միասին վերցրած բազմապատկած 5-ով։ Բայց ձեր մտահոգությունը, հա, ես դրա մասին մեր Իջևանի խոշորացված համայնքի ավականու անդամներին կփոխանց։ Մյուս խնդիրը, դուք նայեք նախագահ Քոչարյանը այդ բանը, որ ասում եք, վերջին ընտրությունները ոչ մի կապ չունի։ Հետնորդ ուրիշ խնդիր է, ոչ թե ում եմ ես ժառանգում իմ պաշտոնը, այլ այն մարդը, ով կարող էր մասնակցել ընտրություններին ինձ փոխարինել։ Լավ, ստեղ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան հակամարտության շրջանակներում է դա ասվել։ Դա չի ասվել հաջորդ ընտրություններ կլինեն, թե չեն լինի։ Իսկ ձեր հարցին պատասխանս մի բառով ոչ։ Որտեղ էլի եմ ասում, դուք այդ նախադասությունը լրիվ ուրիշ տեղից կտրեցիք, վերեցիք։ Գիտես, որ մի հատ դասախոս գիտնական հարցազրույց է տալիս, ասում է իմ համատեքստից կտրված իմ որևէ խոսք իմաստ չունի։ Հաջորդ օրը Հայկական ժամանակը գրում ասում մարդը ընդունեց, որ իր որևէ խոսք իմաստ չունի։ Չնայած Հայկական ժամանակ չի, Civic-ն է արդ։